Ողջույն բարեկամներ, հաղորդում ուզում եմ սկսեմ այսօրվա այն նորությունով, որ Փաստաբան Ալեզ Զոհրաբյանը Փաշինյանի գրառումների հարցով դիմել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Բայց մինչև ավելի մանրամասն այս թեմայով խոսելը ես ուզում եմ մի կարճ այն բանի մասին խոսել։ Ես ասել եմ, որ իմ համար ուղեղ ընդհանրապես մարդուն տրված է նրա համար, որ նա պարբերաբար իրեն հարց տա, հա, նույնիսկ այն ինչի վրա որ ինքը վստահ է, միշտ հարց տա իրեն, արդյոք ինքը ճիշտ է անում։ Հա, եւ այսօրվա հաղորդումը սկսել իմ համար շատ դժվար էր։ Ես մոտ գեժամ 40 րոպե նստած կոմպյուտերի առջև, ամեն ինչ կարծես թե կարդալով, հավաքագրելով մոտ 2-3 ժամ տևում ամեն մի հաղորդումը, ինքս ինձ հարց էի տալիս, որքան եւս կարելի է դիմանալ այս ռեժիմով եւ ընդհանրապես ում պետք է ինչ-որ ես անում եմ ձեր հետ միասին։ Չէ՞ որ այս նորությունները դուք ինքներ կարող եք ներսել բացել Ազատություն ռադիոկայանի նորություններ կարդակ, այլ նորություններ կարդակ։ Նա մի քիչ ավել, մի քիչ պակաս ինչն է փոխվելու, որ անկեղծ այս հարցը ինձ չգիտես ինչի այսօր ինձ կախվեց ու ես այդ պատասխանը չկարողացա գտնել։ Տեսեք, ես 1600 ավել արդեն հաղորդում եմ արել։ 1600 հաղորդում ավել։ Դա եթե նույնիսկ ամեն մի հաղորդումը 1 ժամ էլ գցեմ, իսկ իմ հաղորդումները երկար են, քան 1 ժամը, 1600 ժամ անում։ Ես չգիտեմ, ասենք 1600 ժամ բազմապատկենք առնվազն 3-ով, որովհետև այդքան է պետք է լինում հաղորդումը կազմակերպելու համար։ Այդքան, ասենք ես մոտավորապես 5000 ժամ։ Ես իմ կյանքից դրել եմ սա։ Ուզում եմ հասկանամ դա ինչին է պետք։ Ընդհանրապես ում է ինչ տալիս եւ ընդհանրապես պետքա թե ոչ։ Հանգամանքը որ 94000 արդեն բաժանորդ հետևում ալիքին, գուցե ինչ որ տեղ ցուցանիշը, բայց ինչա փոխում դա։ Կարելի է լսել ամեն ինչ, ես գիտեմ, ես այնքան մաստեր կլասներ եմ անցել, այնքան դասախոսություններ եմ անցել, ես գիտեմ մի բան, որ մարդիկ կարող են լսել ժամերով ու գնան տուն, հաջորդ օրը մոռանան, ոչինչ չկիրառեն, ոչ մի բան չփոխի այս մարդկանց կյանքում։ Հա, ուղղակի իրանց հետաքրքիր էր, գումարը վճարել էին, եկել լսել էին։ Ես անկեղծ ասած այս հարցը ես կախվեց իմ վրաց, ես ծանրացա, ես էլ որոշեցի ձեր հետ կիսվել։ Ես չգիտեմ որքանով է այս ամեն ինչը պետք ու ինչա փոխում։ Որովհետև հավատացեք, ասենք 94000 դիտորդ ամբողջ աշխարհով մեկ, հա, չէ՞ որ գլոբալ է սա։ Հայաստանի քաղաքական կյանքում չեմ կարծում, թե դա մեծ փոփոխություն անի, որովհետև եթե հաշվենք, որ ընդամենը 50%-ն Հայաստանից նայողը, հա, իսկ այդ 50%-ը 5% էլ չի անում ընտրողների մեջ։ Դուք ասում եք 5% էլ նույնիսկ չի անում։ Իսկ դե հաշվի առնենք, որ 5%-ի դիտողների պարտադիր չի, որ ինձ հետ համաձայն լինեն, ինչ է տալիս, գրեք ինքներդ, գրեք, ես չգիտեմ, ես հարցի պատասխանը չունեմ։ Ուղղակի հետաքրքրեց, ես էլ որոշեցի ձեր հետ այս մասով կիսվել։ Ես էլ որոշեմ, իմաստուն է ռեժիմով, այս տեմպով, իմ աշխատանքի, ընտանիքի այս ամբողջ հոգսերի հետ կապված, այս զուգահեռ այս բեռը տանել թե ոչ։ Հիմա վերադառնանք այս հաղորդման այս հայտարարությանը, որովհետև երևի այս հայտարարությունն էր, որ ինձ ստիպեց, գիտեք, մտածել, ինչ է ասում Ալեզ Զոհրաբյանը։ Ինք Ալեզ Զոհրաբյանը որոշել է հանգնի ոչ թե դատարան, այլ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Փաշինյան Նիկոլի արածը դա քրեական հանցագործություն է, ոչ թե կոռուպցիան կանխարգելիչ հանձնաժողովի խնդիր։ Հարձակում է գործել հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր ներկայացուցիչների նկատմամբ եւ օգտագործել է, լսեք, ոչ նորմատիվ բառապաշար, ավելի ճիշտ լկտի բառապաշար։ Սա է ընդհանրեն արել Նիկոլ Փաշինյանը։ Չէ, Նիկոլ Փաշինյանը, պարոն Ալեզ Զոհրաբյան, խախտել է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, թեկուզ հենց այս պահով խախտելով մարդու, վիրավորելով մարդու արժանապատվության զգացմունքները, դուք ելի ավելի լավ կդիմանաք, ես հիմա չեմ ուզում բացել հոդվածը, բայց հաստատ մարդու արժանապատվությունը վիրավորելու հոդված կա,
Ես ես հիշացնեմ պարոն Արա Զոհրաբյան, Փաշինյան Նիկոլը 20 թվականին օրենք էր ընդունել, որ ով իրան վիրավորի, ում գրառման մեջ վիրավորական բան գտնել իր նկատմամբ, կոവിഡ്ի ժամանակ եմ նույնիսկ հիշում։ Դրանց տուգանում էին ու քրեական գործեր են հարուցում, վարչական գործեր են հարուցում, որտեղ ին վրա էլ այդ գործերից կար դեռ այն ժամանակ։ Պատկերացնում եք։ Իսկ հիմա վարչապետ մարդ վերցրել է մարդու արժանապատվությունը վիրավորող մարդու, ոչ թե հոգևորականի։ Այս ամեն ինչը ֆլիպ անել, շուռ տալ, հարցակում եկեղեցու դեմ, որովհետև եկեղեցուն էլ մեկ մի մասը կողմա, մի մասը դեմա, սենց ջրել գնա, սենց խայտարակ բան։ Ոնց կարելի է, դուք գոնե փաստաբան եք։ Ամենավատը գիտեք որն է այս պարագայում։ Որ ասեն նույնիսկ եթե հանձնաժողով էթիկայի որոշի, որ ինքը խախտել է ոչ նորմատիվային բանը, բառապաշար է օգտագործել, դա ոչ մի քրեական հետևանք չի թողում։ Նույնիսկ տուգանք չի հասնում դրա համար։ Ոչ մի բան։ Արձանագրում են, որ ինքը այո էթիկայի նորմա խախտել։ Ու վերջ, պարոն Զոհրաբյան, դուք փաստաբան եք, չէ՞։ Դուք որոշել եք լուրջ դեմքով այսօր խոսեք, որ ինքը բանը լեկտի բառապաշարա օգտագործել ու ես կարող եմ բանանել, եզրակացնել, որ սա միակ հանցագործությունն է, որ Փաշինյան Նիկոլը իրականացել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ։ Հա? Որտեղ ես ձեզ երբևէ չեմ տեսել որևէ անգամ, որ ասեք ես ինչ անում, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը խախտեց սա։ Մա դուք ով եք, պարոն Զոհրաբյան։ Հիմա ես սրանով սենց եմ հասկանում, եթե այսօր մեկը կանգնում ասում ասել, այս մակար, փաստաբան, դիմումը այդ հանձնաժողովի, որ ընդհանրապես նա լկտի բառապաշար օգտագործել, կարելի է վստահ ասել, որ դրանից ավել ոչ մի բան Փաշինյան Նիկոլը չի արել, որովհետև սույն փաստաբանը ոչ մի անգամ ոչ մի հայտարարությունով այդ նշ եկել։ Ու այս անգամ էլ առիթ օգտագործելով չի ասում իրականում ինչ է տեղի ունեցել, ոչ թե լկտի բառապաշար օգտագործել, այլ մարդու, ոչ թե հոգևորականի, սկզբից մարդու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու արժանապատվությունն է վիրավորել մամուլով, օգտագործելով իր չարաշահելով իր պաշտոնական դիրքը։ Սա քրեական հոդված է։ Հիմա հարց պարոն Զոհրաբյանին, դուք Նիկոլի հանցանքները թաքցնողն եք։ Ձեզ թվում է դուք լուրջ գործ եք ձեռնարկել, հա, ու 90 օրյա ժամկետով պետք է հանձնաժողովը ասի դե Նիկոլը լավ բան չի արել։ Ու դա է լինելու, եթե ասի իհարկե։ Կամ կասի ճիշտ էլ արել է, ոնց որ Ալեն Սիմոնյանի թքելը բանը նախ դատախազ ներկայացրեց, հատե հանցակաց չի տեսնում ինքը։ Ես կարող եմ ենթադրել, որ դուք Նիկոլ Փաշինյանի հանցանքները սենց հիմար բաներով, դիմումներով դուք ջրում եք ուղղակի, կոծկում եք։ Անենց ոնց որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործը, ոնց ձևակերպեց, որ բոլորն ասում են, այս ձևակերպած քրեական գործը տապալված է, վերցեցին, տապալեցին ու արտադրեցին, հանեցին Ռոբերտ Քոչարյանին բանտից դուրս։ Դուք սա եք անում։ Դուք սա եք անում։ Ես այս առիթ ունենամ իրավաբանների հետ շփվել, խոսել այս մասին, գուցե ավելին ասել։ Սա այն է, ինչ որ ես եմ տեսնում չլինելով իրավաբան։ Սրա մասին ես չգիտեմ, այսքան ասելուց, այսքան խոսելուց հետո, եթե դու նույն բանն ես տեսնում, հիասթափեցնող։ Ես դիրիժորի ու մանկավարժի տեսակետից եմ ասում, եթե ես աշխատում եմ նյութի վրա, այս դեպքում ասում չկա, ես դադարում եմ, մտածում կամ ես լավը չեմ, կամ չեմ հասկանում ինչա պետք անել, կամ տվյալ ուսանողը ունակ չի դա անելու։ Իդեպ, երեք ես բաների համալսարանի դասախոսներին, որ ասում էի դուք չեք կարող դասախոս կոչվել, եթե դուք ձեր նույնիսկ մասնագիտությամբ տիրապետում եք, դուք ընդամենը արեստավոր եք։ Դիտողներից մեկը նեղացել էր, թե ես արեստավորներին դանով վիրավորում եմ։ Նախ ես արեստավորներին չեմ վիրավորում, եթե ինչ-որ մեկը դրանից վիրավորվել է, ես շատ ափսոսում եմ դրա համար, ներողություն եմ խնդրում, երևի կարիք ունի բացատրելու։ Ուղղակի արեստավոր ասելով, մարդ, որ արհեստական ավտոմատ իր գործն անում, առանց դրան իրական նվիրվելու, այսինքն իր միսիայի մեջ չի, այսինքն դասախոսը ես երեք ասեցի, չէ՞, շոտ է շարունակություն, եթե դու իրոք պատմության դասախոս ես, դու չես կարող պատմությունը կեղծողի
պրծողի հետ ձեռք մեկնել մի տեղում գտնել, եթե նույնիսկ հայոց լեզվի դասախոս ես, դու իրավունք չէիր ունենա, չէր կարող հայոց լեզուն անարատ հայոց լեզուն պրծողի հետ նստել։ Դա բացատրությունն էլ վերեցի, հա։ Իսկ ինչ վերաբերում է արհեստավորներին, արհեստավորները, երբ որ ինքը իրոք բացակայ արհեստավորը, նրան ասում են իր արհեստը մոտեցել է արվեստի, հասկանում եք։ Դա ամենաարհեստավոր չի, որ իր գործը կարողանում է մոտեցնի արվեստի։ Դա հիմնականում եւ մարդիկ, որոնք պիտի իրենց գործով ավելին լինեին, բայց անում են իրենց գործողակի մեխանիկաբար, նման մարդկանց ասում են ուղղակի ինքը արհեստավոր է։ Այո, դիրիժորների մեջ էլ կան արհեստավորներ։ Այո, դու գիտեք ինչ ամեն դիրիժորը։ Չէ, արհեստավորներ էլ կան, ուղղակի մեխանիկորեն կանգնած ընդեղ ինչ որ օդի մեջ շարժումներ են անում, դա էլ կա։ Ամեն մասնագիտության մեջ կա այդ արհեստավորները։ Այնպես որ պետք չի դրանից ներվել, կոնցեպցիան խոսացան դեռ այլ տեղ ա եղել։ Հիմա այս Արա Զորաբյանը արհեստավոր է թե փաստաբան։ Դուք ասեք։ Նույնիսկ կարող է արհեստավորներն էլի ներվեն դրանից, ես կասեմ, որ ինքը փաստաբան չի։ Այն ինչ որ ինքը արել է ուղղակի այն ցիտիկի համար։ Որովհետև եթե ինքը լիներ լուրջ փաստաբան, հա, ինքը մարդու իրավունքները կոնկրետ նախ կպարզելու մաղված եւ կասեր, այս մարդու արժանապատվությունը բարի համբավը վիրավորելու համար բողոք դիմում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Պլյուս մնացած հանցագործությունները, որոնք նա իրականացել է։ Իմիջիալոց այն բանը, որ ես ասեցի, հայտարարել էի, որ անպայման գտնելու են իրավաբաններ, որոնք հերակա դատելու են Նիկոլին, հա։ Չգիտեմ, ցուցադրական դատ։ Հիշում եք, ոտքի դատարանն է գալիս բանով, ֆորմատի մեջ թեկուզ բեմականացված։ Կհրավիրվեն նույնիսկ դատախազներ, թողան Փաշինյան Նիկոլին բանան, պաշտպանեն։ Արա Զորաբյանը կարող գա որպես Փաշինյան Նիկոլի դատապաշտպան։ Գա ասի, հա ինքը այնքան էլ անցագործ չի, ինքը ընդամենը բանա լեկտի բառապաշարը օգտագործել, որը ընդամենը պետք է հանձնաժողով ասի, որ գիտեք տեղին չէր։ Ու դա ոչ մի քրեական հետևանք չունի։ Ամեն ինչ անելու են, որ դա իրականանա։ Ամեն ինչ, այսօր Փաշինյան Նիկոլը իր բոլոր ճիվարների հետ պետք է լսի իր բերձիկ ոնց են ասում։ Եզրակացություն, դատական եզրակացություն, դատարանի որոշում։ Թող ոչինչ է դատարանի որոշումը չլինի պարտադիր իրականացման համար։ Բայց այն ժամանակ Արա Զորաբյանը կտեսնի ոնց։ Փաստորեն այսքան հոդված կար սրա վրա, այսքան հանցագործություններ ա, ես գտա, որ ինքը լկտի բառապաշարա։ Բանան ու իրան ընդհանրապես դրանով մաքրում է մնացած հանցագործություններից։ Կեցեք Արա Զորաբյան։ Բայց դա չանցա, դա չի անցնի, կանք։ Տեսնում ենք, հետևում ենք։ Երևի շատերի համար, տեսեք, հեսա ինչ անելու Արա Զորաբյանը ընդհանրապես Նիկոլի հանցագործությունը լղոզեց դեպի էթիկայի հանձնաժողով։ Հանցագործությունները։ Որ ասում կանք, հետևում ենք, մենակ ես չեմ, խնդրեմ, Հայկ Դեմոյանը ուղիղ հարց է տալիս։ Թավշյա ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխություն չի եղել, այլ եղել ընդհանրապես բազմակողմ պայմանավորվածության հիման վրա իշխանության հանձնում վաղօրոք նախապատրաստված գործակալական խմբին, սա Սերժին արդեն դեռ ասում։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները պատրաստ են ընդունել այլևս որ կուսակցականներ չեն, չշփոթել կուսակցության հետ։ Կարծեմ շարունակությունը։ Արցախը հայաթափելու, պետության արգելի նյութական վնասներ հասցնելու, լսի Արա Զորաբյան, պետական կառավարման համակարգը կազմալուծելու, Հայաստանի դերը միջազգային հարաբերություններում մարգինալացնելու, երկիրը թմրանյութի թրաֆիքինգի եւ փողերի լվացման հաբի վերածելու եւ բազմաթիվ այլ պետական հանցագործություններ իրականացված հանցախումբ են սրանք։ Լսեցի Արա Զորաբյան, որի կազմավորման ու իրական նպատակների մասին տեղյակ են եղել 2010-2018 թվականի Հայաստանի Հանրապետություն պաշտոնավորած բոլոր նախարարների, ինչպես նաև տեսնում եք, միահամուռ լռում են։ Սերժիկ լսեցիք Ռոբիկի հետ, դուք եք ստեղ։ Նիկոլ Փաշինյանն առաջարկում եմ կրթվել նամոթ չէ ծրագրի շրջանակներում դեմարդեր հանդիպում կազմակերպել ընթացիկ պատմությանը հստակ օբյեկտիվ արձագանքելու թեմայով։ Դա ճիշտ սահեկան կլինի ՀՀ բոլոր քաղաքացիների համար։ Քանի որ հրապարակելու եմ բազմաթիվ հետաքրքիր փաստեր, եթե այդպիսի հանդիպման ձևաչափը վախեցնող է, պատրաստ եմ գնալ զիջման եւ նույն օրակարգով քննարկման մասնակցել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան համատեղության կարգով դդումի հետ։ Սա քաղաքացիական մոտեցում է։
Գիտեք, Հայկ Դեմոյանը կարիք չունի, որ կոչեր անեն իրան, ինչ որ, չգիտեմ, ինչ որ մի բանից ոգևորվի։ Մարդ իր փայ վերցրել այդ պատասխանատվությունը եւ այս հայտարարությունն ասում է, անում է։ Միջդեռ մարդիկ, որ ի պաշտոնե եւ ի մասնագիտություն պարտավորեն այս ամեն ինչը օրական ռեժիմով հիշացնել, պարտադրել, խոսել դրա մասին, խոսքը հենց այս Արազորաբյանների նման փաստաբանների մասին է։ Նրանք չեն անում։ Մեկ էլ լսել են, որ հայոյեց, այդտեղ էթիկայի խախտում կա։ Չէ, միջև այդ տիտանական աստղաբաշխական չասեմ, տիեզերական հանցագործություններ մարդկության եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Տիեզերական։ Գնանք հաջորդին։ Սենց միած հրեշ կա համատեղության կարգով ներքին գործերի նախարարը։ Չի եկել, որ նոր ոստիկանապետը կախված է հանցագործ կրիմինալի հետ, կրիմինալ աշխարհի հետ։ Դու աղբերն այլ հորոսպորտական աղբերն ենք։ Ասում ազգակցական կապի մասով չեմ հերքելու, բայց նշում եմ, որ որևէ ձևով դա չի կարող արձնել Ղազարանի գործունեության վրա։ Մի հատ էլ ասա հորս Սարև։ Ասա, որտեղ դեմքից որ նայում ենք, մնում է տեղ մի հատ երթվես, որ հաստատ գիտես, որ ազգակցական կապը չի աշխատելու, չի ազդելու այդ բաները գործունեության վրա։ Մենք աշխատիկը տեսնենք։ Մենք ինչ ենք տեսել։ Մենք տեսել ենք, որ ամբողջ ապարատը հանցագործներին է ծածկում, զբաղված է թմրանյութերի տարածումով, վաճառքով եւ երկրում օրենք չի աշխատում։ Մենք դա ենք տեսնում։ Իշխնական մեկավ ստորագրվեց, այս նոր ոստիկանապետն էլ հանցագործների ցուցակում։ Ինքնական։ Որ սրանց հետո այն մնացածի հետ մի շարքով մեզ էլ պետք է դատեք։ Մեզ էլ ինքնական եկան դատարկեցին։ Ասում է Հայաստանը շատ փոքր երկիր է եւ բոլորս կարող ենք ունենալ այս կամ այն շփումներ, տարբեր ազգականներ, բայց կոնկրետ պաշտոնում անձն ունի հստակ առաքելություն։ Վայ, էլի նորից ասեմ, հատել հորս Սարև եւ բոլորը պահել են այդ հստակ առաքելությունը։ Կարող է դուք այդ հստակ առաքելությունը ուղղակի նույնականացնում եք բացառապես Փաշինյան Նիկոլի Շայերը սպասարկելու հետ։ Դա է այս բանը։ Եվ կրիմինալ աշխարհին կրիչ կանգնելու համար։ Դա է հստակ առաքելությունը։ Եթե դա է, ուրեմն խնդիր չկա։ Եթե իր մարդկային ծառայական որակներով կարող է արկաշկան իրականացնել ոստիկանապետի առաջ դրված խնդիրները, ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Այդ բանալի բառը եթեներ։ Հասկացաք։ Հայաստան։ Բույս դուրս մնացած եւ միջնակարգ կրթության падգամավորներ ունեցող Փաշինյանը խոսել է մրցակցային կրթության եւ բարձր աշխատավարձի մասին, որի ընթացքում պնդել է նորից, որ կրթություն եւ մասնագիտություն բարձր որակի ունեցող մարդիկ Հայաստանում ունեն լավ բարձրատրվող աշխատանք եւ լավ են ապրում, ով լավ չի ապրում, բարձր աշխատավարձ չունի, դեռ անգրագետ են, լավ կրթություն չունեն եւ իրենց կրթությունը համապատասխան չի այսօրվա կյանքի պահանջներին։ Դրա համար վատ են ապրում, այսինքն իրենք վատ են ապրում, որովհետև կրթությունը ցածր է։ Հիմա խոսքը սուզում են պետական սեկտորում աշխատող, որոնց մեջ մտնում են կրթության նախարարության աշխատողները, մշակույթի ոլորտի աշխատողները, գիտական ոլորտի աշխատողները, այսինքն սրանք առնվազն այն ոլորտներն են, որոնք բիզնես ոլորտներ չեն, որոնք ուղիղ կախված են պետական դոտացիաների հետ, այսինքն պետական աշխատավարձի հետ։ Նիկոլ Փաշինյանը ձեզ բոլորին ասում է, որ դուք ուղղակի անգրագետ եք։ Դրա համար բարձր աշխատավարձ չունեք։ Քանի 100,000 հոգի կլինեք բոլորդ իրար հետ։ Ես կարծում եմ մի 100,000-ից ավել առնվազն։ Ձեզ բոլորին Վերջեք ուսուցիչներ, դասախոսներ, երաժիշտներ, մանկավարժներ, գիտնականներ, բոլոր են նախարարություններին տարբեր պաշտոնների աշխատողներ, բայց ոչ նախարար էլի։ Ինչքան պետական սեկտորը։ Բա Փաշինյան Նիկոլը բոլորիդ ասեց, որ դուք չբողոքեք ձեր կյանքից, դուք իրավունք չունեք բողոքելու, որ եթե դուք քիչ եք աշխատում, դուք անգրագետ եք։ Այսինքն ինչ է ստացվում։ Պետությունը սահմանել է իրենց աշխատավարձ, հետո էլ ասում է դուք անգրագետ եք, դրա համար ես այս աշխատավարձն եմ սահմանել ձեզ համար։
Հասկացաք։ Հարգելի գիտության, կրթության, մշակույթի աշխատողներ։ Սենց է դաժան է կյանքը։ Այսինքն, հա, դաժան է, որ այսօր ձեզ գնահատելու փոխարեն այսինքն հնարավոր առիթներով նվաստացնում են։ Բայց ինքներդ էլ պետք է հասկանաք եւ ճշմարտ իրականությունը պարզաշկելով նայեք, որ դուք ոչ մի անգամ առիթ չեք տվել, որ տվյալ երևույթը խոսալուց առաջ մտածի ինքը իրավունք ունի ձեզ վիրավորելու թե չէ։ Ինքը պարբերաբար սա ասել, սա առաջի անգամ չի։ Տարբեր ձևերով, հա, նվաստացել, ստորացել, մի խոսքով ամեն ինչ ասես արել, եւ ոչ մի դիմադրություն, ոչ մի արձագանք չի եղել։ Եվ ինքը գտնում է, որ ամբողջ այդ ոլորտների բոլոր աշխատավարձը նույնց եմ ասում, պետությունն է սահմանում, որ այդ ոլորտի աշխատողներից ընդհանրապես պետք չի վախենալ, ոչ էլ պետքա բանի տեղ դնել, հա, եթե լավ չեն ապրում, չես բողոքում, անգրագետ ես, դրա համար լավ չես ապրում։ Ինչ կապ ունի դու պրոֆեսոր ես, դոցենտ ես, հա, միջազգային բրցույթների դափնեկիր ես, չգիտեմ, գիտությունների տեխնացու ես, ով ես, ինչ ես, ինչ կապ ունի, դու այսօր լավ չես ապրում, որովհետև դու, ասենք, ԿՊ-ական չես։ Որովհետև եթե այսօր ԿՊ-ական չես ու կանգնած չես այդ թալանի ակունքներին կամ ելիչերի չես մի փոլ հացի համար երկիրդ վաճառած դրա դիմաց ամեն ինչ պատրաստ անելու, դու չես կարող այդ ստանդարտների մեջ ապրես, որտեղ փողը ընդեղ է։ Ոչ թե զինվորինն է, այլ Նիկոլ Փաշինյանի պաշտպանողինն է, իր հրամանով մարդ ուտողինն է։ Ժորժան, ես դրա համար եմ ես բաները, որ ես կարդում եմ, ես կախում եմ մոտ, ասում եմ լավ, ես ինչքան կարող եմ կրկնվել, չէ՞ որ առաջի անգամ չի ես այս մասին խոսում։ Ես ինձ արդեն դառնում եմ անհետաքրքիր։ Սա ինձ բան է, դատարկում է, չորացնում է։ Իդոք, չորացնում է, այն դատարկում է։ Համար էլ այս երկրում այսպես կներեք պետք է ասեմ այս բառը, սենց ոչնչությունը տավար է։ Այսինքն դեռով ասում է, չեմ իմացել, որ բնակարան եմ ունեցել։ Ինքը չի իմացել։ Այդ բնակարանը քսել են ջեբը։ Ժորժը։ Չի իմացել այս մարդը, որ բնակարան ունեցել, դրա չի հայտարարել։ Հասկանում եք, նայեք, ես հասարակ մարդ ես, որ կարդում եմ, մտածում եմ երկու բան։ Կամ սա լրիվին ապուշի տեղ է դրել, կամ սա լրիվին ապուշի տեղ է դրել։ Երկրորդ տարբերակը չկա, որովհետև ինքը հաստատ ապուշ չի։ Իրան թույլ է տալիս կանգնի ամբողջ հանրության առջև ասի, չեմ իմացել, որ բնակարան եմ ունեցել, վայ, քայլում է իմ համար, մեկ էլ բնակարան նվեր տվեցին, ես չեմ իմացել, նույնիսկ չեն ասել, որ նվեր են տվել։ Հասկանում եք։ Ես չգիտեմ, քանի օր քո արժանապատվությունն է սա խոսում։ Որովհետև եթե չի խոսում, ուրեմն այդ ամեն ինչ կորցրել ենք։ Մեզ մնում է սպասել բութ վախճանին։ Բութ եւ որպես հետևանք արդարացի վախճանին։ Եթե այս հայտարարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինքնասերություն արժանապատվությունը չի ոտնահարում, շանս չկա։ Որովհետև գիտեք ինչն է փրկելու մեզ։ Ես ներկա ասել եմ այդ մասին։ Մեր իմունիտետն է մեզ փրկելու։ Իմունիտետը մեր արժանապատվությունն է, մեր արժեքային համակարգն է։ Եթե դա աշխատում է, ուրեմն չի մարսի սա։ Եթե չի աշխատում, ուրեմն կմարսի։ Ուրեմն նշանակում է մեր հարցերը արդեն պարզված եւ լուծված են։ Մանավանդ ես վերջում ասելու եմ ինչու։ Ինչու եմ այդպես մտածում։ Միևնույն ժամանակ հարկերի հավաքագրումը ցածր է, բյուջեի ծախսերն ավելացել են, կապիտալ ծախսերը ավելացել են, կապիտալ ծախսերը թերագնահատվել են կենտրոնական բանկի նախագահան։ Ես ասում, բյուջեի չի հավաքագրում, ես սա մասին ասել եմ տարվա սկզբին եւ հարկերը, տուրքերը, տրանսպորտը, ամեն ինչի հանգանալը գները, հենց կապված է ուղիղ դրա հետ։ Որ բյուջեն չի կատարվելու, իսկ այս թոշակառուներին ինչ որ մի բան գոնե պետքա տալ, պետական սեկտորին, ոստիկանների բանակին, ինչ որ մի բան, որ սրան չուտեն։ Հասկանում եք։
այո, հարկերի հավաքագրումը ցածր է, որովհետև հիմնականում ովքեր պետք է հարկեր մուծեն, իրենց հարկային արտոնությունները տված, իրենք հարկեր չեն մուծում։ Այն մտածում են, հեսա փոքր բիզնեսի գլխին մի հատ կբամփեն, կլսի բյուջեն, բամփեցին փոքր բիզնեսը սկսես քանդվել, չկա, մարդ չկա, որ աշխատի։ Այսինքն ինչ-որ մի բան մնացել է, բայց հիմնական անցած տարվա հետ համեմատած մարդիկ դատարկել են։ Կամ թաքցնում են արդեն, որտեղ մի վիճակի չեն, կամ փոքրացրել են, հա, կամ էլ դադարել են աշխատել, որովհետև այո, հավաքագրումը հարկերի ցածր է, ու մենք սա մասին գիտեինք։ Ասեմ ավելին 1 միլիարդ դոլար էլ հələ պարտքերի վրա այս տոկոս պետք է տա։ 1 միլիարդ դոլար։ Ու Հայաստանի կոլապսը դա ապահոված է։ Ապահոված։ Հա պետական պարտքը հասել ասեն 13-6 միլիարդ դոլարի։ Բայց դա չի նշանակում, որ պետք է աղքատ ապրեն։ Ասում եմ, որի դեմ քրեական գործ հարուցենք, բոլորին չեն կարող դատի տալ, այդքան փող չունենք։ Հարցնում են, բա ձեզ այսքան մեղադրանքներ են ներկայացնում։ Ստեղ էս ունեք, ստեղ եք թալաներն, բա եթե այտենց չի, դատի տվեք։ Որը սա նման մի բան ասում, չէ՞ մացել որ տուն եմ ունեցել։ Ասում մենք այդքան փող չունենք։ Մենք երեք ենք, չէ՞ խոսացինք, որ 3 հատ բնակարան է հայտարարել 105 միլիոն դրամ էլ փող չունի։ Փող չունի, որ բոլորին դատի տա։ Որին դատի տա։ Գիտեք ինչի դատի չի տալի։ Որովհետև գրողներն էլ դա է պետք, որ ինքը դատի տա։ Որ դա բանը հրապարակայինվի եւ դատարանի ծախսերն էլ ինքը վճարի պլյուս կոմպենսացիա։ Հա որտեղ ինչ կլինի, եթե ինքը դատի տա իրականության վրա։ Գնալու են մարդիկ բերեն կադաստրի թղթերը, այս քո անուն չի, աղջի։ Դե բեր, համ դատարանի ծախսերն է մնալու վզին, կներեք արտահայտության համար։ Պլյուս մնացած ծախսերը։ Դրա համար դատի չեն, ոչ թե փող չունի։ 105 միլիոն դրամի մենակ 24 թվականի արձանագրածը, էդի մենակ արձանագրածն եմ ասում է, այն պաշկերով փողը, որ Նիկոլի անձնական ինքնաթիռով տեղափոխում արտասահման, դրա մասին էլ մենք չենք խոսում։ Դրա մասին չենք խոսում։ Դա էլ հնարավոր չի թաքցնել։ Մենք Շվեյցարիայում ընկերներ ունենք, վաղետել ենք բարձրելու։ Ամեն ինչ բարձրելու է։ Չպարզվող բան այս աշխարհում չկա։ Փող չկա, բյուջեն չի հավաքում, դա փոշանք չեն տալու տան, ասում են 65 տարեկանն էլ կարող է աշխատել, պետք է մեխանիզմ մշակել փոխաբանը, թոշակի տարիքը հետաձգելու համար։ Դա ինչ որ արվեց Ռուսաստանում։ Այո։ Այսինքն ամեն ինչ պետք է անել, թոշակառուն պետք չպետք է գնա, պետք է աշխատի։ Դե խոսքով ամեն ինչ պետք է անել, բայց իրանք պետք է թալանը չկանգնեցնեն։ Իրաց թալանը պետք է կոնստանտ, ստաբիլ լինի տեղին, հա, նախարարների պարգևատրումներով, հյուրախաղերով, ճամփորդություններով, ամեն ինչ պետք է լինի, բյուջեի թալանը օտիդո պետք է լինի, բայց դրա օպտի վճարի դրա դիմաց, թոշակառուն թոշակ չի ստանում, ուրեմն պիտի աշխատի, որ ինքը բերի մեզ փոխտա։ Հասկացաք տրամաբանությունը։ Սա է։ Ու սա դեռ վարչապետ է։ Որովհետև սա գլխավոր շտաբի պետն է։ Ասում են կրակոցներ հնչում են, մենք դրա ուշադրություն չենք դարձնում։ Լսում եք, կրակոցներ հնչում են, մենք դրան ուշադրություն չենք դարձնում։ Արա Զորաբյան, լսել ես այս հայտարարության մասին։ Սա գիտես ինչ է նշանակում։ Որ սույն տավարը իր մասնագիտական եւ պարտականությունները չի կատարում։ Ինչին որ կոչված է գլխավոր շտաբի պետ։ Իր գործը չի կատարում։ Ուզում եք հանցավոր դիտավորություն գրեք, ուզում եք պաշտոնական դիրքի չարաշահում գրեք, ուզում եք հանցավոր անգործություն գրեք, ուզում եք գրեք։ Սա նշանակված է գլխավոր շտաբի պետ, որի ֆունկցիան Հայաստանի Հանրապետության տարածքային անվտանգության ապահովումն է եւ մարդկանց կյանքի ապահովության ապահովումն է։ Սա ասում եմ բանի տեղ չենք դնում, ոչ թե մենք բան։ Դու դեռ նշանակված ես, որ բանի տեղ չդնեք։ Հա։ Բա ո՞ր է սա վրա հարուցած քրեական գործը։
Տեսնենք էլ ինչ ասում։ Այո, կրանկուսներ հնչում են, բայց նրանք նպատակային թիրախային չեն։ Այն կրակոցները, որոնք կոնկրետ թիրախավորում են, այդ մասին մեր գերատեսչության պաշտոնական տեղեկացնում, այսինքն տեղեկացնում է մեզ։ Ընդհանրապես, որ այս կրակոցները բան էին, դիտավորել են։ Միակ չեք ուզում այդ ծառեր տնկեք ապահովություն զգալու համար։ Հիշում եք ձեր վարշապետն ու ձեր տականք բաները էին ասում, ասում են ծառեր տնկեք, որ ձեզ ապահով զգաք։ Չեք ուզում արա ծառեր տնկեք։ Դիտարկմանը, որ Բաքվից հերքում են, սա ասելով, որ նրանք կրակ չեն բացում, ասելան արձագանքեց, ադրբեջանական կողմը կպատճառաբանի, թե իրենք չեն, բայց իրականում իրենք են։ Բայց ոնց որ դու քո բանն էլ ասում ես իրենք չեն, որ պաշտպանության նախարարը։ Քո պաշտպանության նախարարն էլ ասում իրենք չեն։ Ես իմ որտեղից այդ կրակոցները։ Իսկ նպատակը առաջինը կրակող կողմն ավելի լավ կիմանա իր նպատակները, իսկ մեր գնահատականներով նպատակները միանշանակ, եթե հակառակ կողմից կրակոցներ են արձակվում, դրանք եւ մեր զինծառայողների վրա հոգեբանական ճնշում գործադրելու, սահմանային բնակչության վրա նույնպես գործադրելու ճնշում գործադրելու համար է։ Բայց փաստն է, որ դրանք ուշադրություն չեն դարձնում։ Շարունակում ենք մեր բնականոն ծառայությունը, համ ասում է, որ սա զինծառայողների վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար է, բնակչությանը հոգեբանական ճնշում գործադրելու համար, վախի մեջ պահելու համար, համ ասում է, մենք չենք արժան, ուշադրություն չենք դարձնում, մենք շարունակում ենք մեր աշխատանքը։ Այսինքն թողում են, որ հոգեբանական ազդեցությունը շարունակի գործել զինվորների եւ խաղաղ բնակչության համար։ Բայց ամենասում ուշադրություն չդարձնելը չի նշանակում, որ Հայաստանի զինված ուժերը չեն շարունակում իրենց առջև դրված խնդրի կատարում հետ։ Որ խնդիրն է դրված իրենց առջև։ Իրենց առջև կարծում եմ դրանց լրացնելու բանը պարտականությունը պետք է լիներ։ Այդ որ խնդիրն է, որ շարունակում են իրականացնել։ Գանք սրան։ Ես չեմ ուզում կատեգորիկ Երևա, չնայած կատեգորիկ Երևալու մեջ վատ բան չկա, հակառակ կատեգորիկ չերևալն է մեղք։ Բայց չտեսնել ես ամեն ինչը ու չխոսել ես մասին պարզ, սա ոչ միայն շանտողություն է, սա դավաճանություն է։ Ուրեմն 23/04/2024 Ալիևն ասում է. իրական Հայաստանի եւ առասպելականի միջև պետք է տարբերություն լինի։ Դա ասում են պատմական, բայց ես անվանում եմ առասպելական, քանի որ պատմությունը չպետք է ենթարկվի շահարկման։ Այսպիսով նրանք պատմության մասին առասպելներ ստեղծեցին, սա մենք ենք։ Հիմա գանք Նիկոլ Փաշինյանին, որն ասում է մի քիչ ուշ 10/04/2024 կառավարությունը եւ անձամբ ես հանգել ենք այն համոզման, որ պատմական Հայաստանը եւ իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են, միմյանց նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։ Տեսեցիք։ Նույնի գրքում է, ասում Փաշինյան Նիկոլը Ալիևի խոսքերի հայերեն արտաբերողն է, մարդիկ կան դեռ չեն գիտակցում։ Երբ որ ես լսում եմ ի պաշտոնե որևէ քաղաքական դեմքի, ասին որ ինքը իր մասին գոնե կարծիքն ունի, հա, վերլուծաբան, որը ուղիղ տեքստով չի ասում, որ Փաշինյան Նիկոլը դա Հայաստանի Հանրապետության սահմանության դեմ հակառակ աշխատող մի երևույթ է, որը իրականացնում է ադրբեջանական քարոզություն նաև Հայաստանի տարածքում։ Նրանք ոչ թե պարապած սրիկա են, նրանք ուղղակի հանցագործներ են, ժողովուրդ։ Հանցագործ։ Ինձ պետք չի հարցնել իմ կարծիքը որևէ մեկի մասին։ Դուք ինքներդ հարցրեք կամ լսեք։ Իրանք բաց տեքստով ուղիղ առանց երկմտելու ասում են, որ Փաշինյան Նիկոլը հանցագործ է եւ թուրքական ծրագրի իրականացնող։ Ասում են թե չէ։ Եթե ասում են, ուրեմն ինքը մեր մարդն է։ Եթե չեն ասում, դուք ձեր դեմը տեսնում եք պարապած սրիկային, ուրիշ բառ ես չեմ կարող ասել։ Այ եթե կոնկրետ անուն ազգանունով լինի, ես ավելի մանրամասն կասի, ես ընդհանրապես ընդհանուր եմ ասում։ Մի ուրիշ տեղից նայենք 23 թիվ
22 թվականին դեկտեմբերին Ալիևն ասում է Հայաստանը նախկինում երբեք ներկա չի եղել այս տարածաշրջանում ներկայիս Հայաստանը մեր հողն է եկեք միասին աշխատենք արևմտյան Ադրբեջան վերադառնալու ուղղությամբ այժմ ես եւ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է այդ հարցն արդեն մեր օրակարգում է վերջ կարող արդեն Հայաստանն վերցնենք իհարկե Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից առաջ այդ մասին խոսելը շուտ էր բայց հիմա մենք չպետք է ժամանակ կորցնենք անցնում է 5 ամիս Փաշինյան Նիկոլն ասում է մենք ապրում ենք մի վայրում որտեղ չունենք կադաստրի թուղթ իսկ մենք փորձում ենք այնպես անել որ պատմության մեջ առաջին անգամ մենք կադաստրի թուղթ ունենանք ասենք կադաստրի թուղթը պետք է մեզ տա Ալիևը լսեցիք սեփականատեր կլինենք ոչ թե դե ֆակտո այլ դե յուրե ասում դե յուրե թուղթը պետք է ստորագրի Ալիևը որ մենք դե յուրե թուղթ ունենանք Մենք ուզում ենք հաղթահարել տմբորի մեր կարգավիճակը, ասում մենք տմբոր ենք։ Մենք ուզում ենք ունենալ կադաստրի վկայական, որի անունն է պետություն միջազգային ճանաչված, դեմարկացված, դեմիլիտարացված սահմաններով։ Ով չի ասում ուղիղ տեքստով, որ Փաշինյան Նիկոլը հանցագործ է եւ իրականացնում է թուրք-ադրբեջանական, ռուս-թուրքական ծրագիր Հայաստանում եւ քարոզչություն, նա պարապած սրիկա է։ Ուրիշ բառ չեմ ուզում ասել։ Մյուսը 21 թվական Ալիևն ասում է հիմա բոլորը հասկանում են որ իրենց հայկական բանակը գոյություն չունի նրանք ունեն արդեն 10,000 դասալիկ 10,000 անպարտելի բանակ ճակերտներով նրանց ողջ ընկալումը փոխվել է դուք միանգամից ճիշտ եք դա խեղում է հոգեբանական խեղում այսինքն մենք չունենք մենք մեր ունեցածը 10,000-անոց դասալիկներ են Հիմա Աննա Հակոբյանը, որ համատեղության կարգով Նիկոլի երեխեքի մերն է։ Ասում մենք շատ ենք սիրում վերամբարձ խոսքեր ասել, թաքցնելով իրականությունը։ Իրականությունն այն է, որ 44 օրյա պատերազմում մենք ունեցել ենք 11,000 դասալիկ, կամավոր զինվորականներ եւ այլն։ Սա ասում է 23 թվականին արդեն։ Գուցե դա է եղել մեր ամենամեծ սխալը, որ վստահել ենք բանակին։ Ասել Նիկոլ Փաշինյանն է ասում։ Չէ, մեր ամենամեծ սխալն է եղել, որ դուք եք հայտնվել այդ պետության ղեկին ու բանակը հայտնվել է ձեր ձեռքում։ Ով չի ասում նորից, որ Աննա Հակոբյանը Փաշինյան Նիկոլի հետ համատեղ իրականացնում են թուրք-ադրբեջանական քարոզչություն եւ ծրագիր իրականացում Հայաստանում, ուրեմն պարապած սրիկա են, ինձ մի հարցեք, ուղիղ իրանց հարցեք, եթե ուղիղ այդ հարցին ուղիղ պատասխան չկա, դուք ձեր դիմացտեսնում եք պարապած տականքներին։ Հաջորդը փետրվար 4-25 թվական Հայաստանը կառավարվում է ծայրահեղ ազգայնական կազմակերպությունների, հնչակների կամ դաշնակների կողմից, իսկ խիստ հակաթուրքական հակաադրբեջանական գաղափարախոսական հարթակի հիման վրա եւ բնականաբար մի շարք հարցեր է առաջանում, այսինքն փաստորեն Հայաստանը կառավարում են դաշնակներն ու հնչակները ու շատ հարցեր առաջանում այստեղ։ Ընդհանրապես դրանից անցնում է մեկ շաբաթ փետրվարի 11-ին նույն թվականի մեկ շաբաթ հետո Փաշինյան Նիկոլն ասում է Հայաստանում ըստ էության գործող բոլոր կուսակցությունները գործել են հայերի գաղափարախոսության ներքո։ Այստեղ մեր հարցը ինչու բոլոր անդամակցել երևի, հա։ Դաշնակցությունը, որովհետև ՀՀՇ-ին թվացել է, թե իրենք ավելի լավ դաշնակցականներ են, քան իսկական դաշնակցականները։ Այստեղ մի հատ էլ բանը ՀՀՇ-ին էլ իր դառը մանկության համար ապտակ։ ԿՊՀ-ականներին թվացել է, թե մենք ավելի լավ դաշնակ ենք, քան իրական դաշնակիցները, դաշնակցականները։ Ուղիղ մեկ շաբաթ հետո նորից կրկնեմ, ով Փաշինյան Նիկոլին կոչում է վարչապետ, լեգիտիմ վարչապետ։ Չի ասում, որ նա հանցագործ է Հայաստանի Սահմանադրության նկատմամբ ու իրականացնում է թուրք-ադրբեջանական հանցավոր քարոզչություն եւ ծրագիր Հայաստանում, դուք ձեր դիմացտեսնում եք պարապած սրիկա։ Անուն ազգանունի վրա ամենաբարձր ծառից թքած ունեմ, ես նրանց բոլորին գիտեմ, բոլորին այս նույն բաներին, ինչ որ ես ասում եմ, ավելի մեծ սիրով կնայեմ աշկերտին կասեմ եւ տասնապատիկ ավել, որովհետեւ ես այն մարդ չեմ, որ հերվից հայոյանք տամ։ Ես հերվից հայոյանք չեմ տալիս, պարապած սրիկա, վարսկան գործական սրիկան է։ Ուրիշ բառ չեմ կարող ասեմ, այ որ մի օր տետատեր դեմադեմ sense լինի, այն ժամանակ արդեն
կասեմ աչքերի մեջ նայելով, որ հնարավորություն տամ նույնիսկ արտահայտվի, հա, դա կլինի տղամարդավարիսի հերույց այան չեմ տալի։ Այս ամբողջը հավաքել էր Տաթևիկ Հայրապետյանը։ Շնորհակալություն Տաթևիկ ջան։ Տեսեք, Տաթևիկ Հայրապետյանն էլ շատ մարդկանց նման սկզբից ոգևորված, որ երիտասարդ ուժը, հեսա հա, Սերժ Սարգսյանից հետո փոփոխություններ կանենք, նույնիսկ պատգամավոր էր դարձել։ Բայց այդ կարմիր գիծը տեսավ էլի, հասկացավ, որ չէ, իր պատկերացնած իրականությունը, դա տարբեր բաներ են։ Եվ այն ինչ որ եղել է, դա ոչ թե անփութության կամ անխելքության արդյունք է, սա պարապած ծրագրված հանցագործություններ։ Այն եւ որպես ազնիվ մարդ ոչ միայն դուրս եկավ այդ ամեն ինչի մեջից, շարունակում է պայքարել դրանց դեմ։ Սա Ադրբեջանն է։ Սա Կասպից ծովի ձկներն էկոլոգիական մեծ աղետ է այնտեղ իրականում։ Նույնտեղ որտեղ ընդամենը 2 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի թույլտվությամբ եւ կոչով տեղ ունեցավ COP29, հա, որտեղ հավաքվեցին ոչ բոլոր աշխարհի երկրների ներկայացուցիչները, բայց բավականին մեծ կոնտինգենտ էր հավաքվել եւ էկոլոգիական աղետների դեմ էին պայքարում։ Միտեղ որ ամբողջ էկոլոգիական աղետ է, որ ինքը իր ամբողջ գործունեությամբ այդ երկիրը այս տեղով էկոլոգիական աղետ է եւ հումանիտար աղետ է։ Եվ այս մասին ինչ են գրում իրանց տեղական թերթերը կարդանք, որ ինչ-որ անհայտ հիվանդություն է տարածվել տարածքում լճերում մասսայական սատկում են բոլոր ձկները։ Ես պետք է ասեմ, այնտեղ նաև կան բավականին մեծ քանակությամբ ասետրինա տեսակի ձկներ, ու շատ վատ կլինի, եթե բոլորը սատկեն։ Ամեն դեպքում բա ինչ պետք է լինի, մի երկրի բյուջե, որ ամբողջովին 90%-ով նստածնի նավթարդյունաբերության վրա, մի երկրում, որտեղ չաշխատեն ոչ մի օրենքներ, կոռուպցիան ծայրից ծայր, ինչ ֆիլտրացիա, ինչ բան, ինչ հետևել բնությանը, ձկներն այսքան էլ որ մեծ մնացել են, լավ, ու պատկերացեք ինչ կլինի այս երկրի վիճակը, եւ որ մի օր իրոք այս սրանց վրա սանկցիա դրվի նավթ վաճառելու համար։ Իսկ երբ կլինի դա, երբ որ մենք պետականություն ունենանք, երբ որ մենք հասնենք նրան, որ Ալիևը ճանաչի պետական հանցագործ, դրա համար բոլոր հիմքերը կան, շատ երկրներ մեր հետ համակարծիք են, վաղուց, մեր հետ չէ, իրենք են հայտարարում դրա մասին, ուղղակի պետք է շուտ ստեղծել այն պետականությունը, որ կիրականացնի այդ պահանջները, ինչի մասին մենք խոսում ենք։ Մեկ ուրիշ փաստ, հուլիսի 15-ին, 1 տարի առաջ, ադրբեջանցիներ ասում են, որ եկեղեցին եւ Սփյուռքը խանգարում են Ադրբեջանի նպատակներին, հա, որ իրանք Հայաստանի հետ հասնեն խաղաղությանը։ Սա ընդհանրապես 1 տարի առաջվա բան էր։ Այս վերջերս այդ խոսակցությունները ակտիվացավ Կովկասի մահմեդականների ղեկավարի Փաշազադեի հայտարարությամբ, դրանից հետո Փաշինյան Նիկոլը անցավ գործի։ Հիմա քանի որ բոլոր թուրքերի սկսած Նիկոլիից, սկսած քպայականներից միջև Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները, բոլոր թուրքերի համար խանգարում է Սփյուռքն ու եկեղեցին, ես իրենց ուզում եմ երաշխավորեմ, որ պարտված են իրանք, որովհետեւ եւ Սփյուռքը եւ առավելևս եկեղեցին, կամ ես եկեղեցի եւ առավելևս Սփյուռքը միշտ խանգարելու են իրենց։ Միշտ։ Այդ հարցի լուծում չկա։ Այսինքն դուք չեք կարող մի այդ բանի կուսակալության հարց բերել մեջտեղ ու մեկել Սփյուռքը բանան, ինքը դառնա ամուլ մարմին։ Դա հնարավոր չի, դա ընդամենը մարդկանց ավելի բորբոքելու եք։ Նույնիսկ եթե դուք Գարեգինին ճանաչեք հանցագործ, պիղծ,
Ինչո՞վ։ Նույնիսկ եթե կարողանաք հասնել դրան դատելու, դրանից եկեղեցին չի փակվում է։ Հակառակ, մաքրվում է։ Ոչ մի բան հայկական առաքելական եկեղեցու հնարավոր չի, որ խանգարի իր գործունեությունը շարունակել։ Կա տես մի հատ հանգամանք, բացի բոլոր եկեղեցիների փակելը, այլ եթե եկեղեցիներն էլ բոլոր տեղը փակվեն, եւ մեկը մի բան կունենան անելու։ Այսինքն հայ ժողովուրդը պետք է գնա միտեղ իր ծեսերը իրականացնելու, ինքը ավտոպիլոտ դարել է հազարավոր տարիներ։ Հասկանեք։ Հազարավոր տարիներ ծեսերը մի մասն էլ եկեղեցու հետ կապ չունի։ Ինքը մեկ է ծեսերն անելու է, վարդավառներ անելու, տնտեսներ անելու, սուրբ ծննդեր անելու, ամեն ինչ էլ անելու է, պասել ապահելու։ Այսինքն չկա մի բան, որ ձեզ հուշի, որ դուք կարող եք իրականացնել ձեր ծրագրերը։ Փաշինյան Նիկոլ։ Դու ակի ընդամենը ավելի բացահայտում ես քո լրիվ թուրքական ծրագրի իրականացնող լինելու հանգամանքը։ Դե հիմա այս նորից կրկնում եմ, ովքեր այս ամեն ինչը չեն տեսնում, այս ամեն ինչի մասին ուղիղ չեն խոսում, ինչալոս Տաթևիկ ջան, սա էլ կարող ես այն բաների մեջ է, որ դրել էր կողքի, սա էլ կարող ես ավելացնել, էդի նույն սերիայից է, սա նույն սերիայից է։ Ուստի վերադառնում մյուս այն ցուցակին, ովքեր սա չեն տեսնում եւ ուղիղ չեն ասում, որ Փաշինյան Նիկոլը ռուս-թուրքական ծրագրի կամ թուրք-ադրբեջանական ծրագրի իրականացնողն ու քարոզիչն Հայաստանի Հանրապետությունում, ուրեմն դրան պարապած սրիկա է։ Եկանք հասանք քրդերին։ Սա Օջալանն է։ Հիմա թուրքերի հետ բարեկամության շերտեր են, շերտեր չէ, շփումներ են ման գալի, եզր, բարեկամության եզր են ման գալիս, եւ այն դիրքից, որ եթե չլինեին քուրդերը, ընդհանրապես օսմանները այս տարածքում չէին կարող ոչ մի հաջողություն ունենալ, որովհետեւ օսմաններին օգնել են մշտապես քրդերը, որոնք արդեն եղել են տարածաշրջանում, աստիճան։ Հա։ Եվ թուրքերին հիշեցնում է նաև, որ հայերի բնաջնջման գործում իրենք մեծ դեր են խաղացել թուրքերի հետ, որ իրենք շատ մեծ բան են ունեցել, դեր են ունեցել Աթաթուրքի գործունեության մեջ, ամեն ինչի մեջ իրենք մեծ դեր են ունեցել, եւ սա այս բոլոր հաջողությունների մեջ, այսինքն sense որ թուրքերը պարտավորեն իրենց, նշված է նաև Հայաստանի նկատմամբ ցեղասպանություն։ Նշված է, որ տարածքը ամբողջը հայերիններ, իրանք են վտարել, սպանել, ջարդել հայերին, հա, ուզում ասեմ մենք որ ջարդում ենք ձեր համար հայերին, դուք ուտեիք, եւ դուք մեզ պարտական եք, որից մեջ, այո, մասամբ ճշմարտություն կա։ Ես վերջերս ինչի եմ հիմա ասում, ոչ թե ասենք հիմա բանական կալեր, որ Օջալանը պետք է ասա մի օր ասել, բոլորովին։ Ես այն կարծիքի չեմ եղել, որ քրդերը հեսա գալու են Հայաստանը փրկելու, չէ։ Քրդերը շատ լավ գիտեն, որ իրանք ապրում են հայկական տարածքներում։ Եթե մի օր հայկական հարցը իրականացավ, անշուշտ քրդական հարցներ կլուծվի, բայց այն տարածքները, որ դառնալու են հայկական, քրդերն ապրում են այնտեղ։ Եվ դա դառնալու է խոսակցության եւ լճի առարկա։ Հիշում եք, որ այս տխմանները, չէ, դավաճանները ասում են հայկական հարցը մահակ է Թուրքիայի գլխին, մենք փաստորեն դառնում ենք գործիք, որ Թուրքիան ճնշելու համար հայկական հարցն օգտագործում։ Փաստորեն մենք գործիք ենք դառնում անարդար։ Ես այն ժամանակ ասեցի հայ դավաճան հայվաններ, սա հիմնավորում չի, հա, որտեղ հայկական հարցը կա, եղել է ու լինելու է, ով չալարեց դա օգտագործել է Թուրքիայի դեմ։ Հիմա սա ուզում հիշեցնեմ, այս նույն հայկական ջարդերը, հիմա ասում են եղել է, ու քրդերն են ասում, դուք մեզ եք պարտական ձեր հաջողություններով։ Սա ասե հակառակ կողմն է, էլի։ Հիմա ինչ ուզում եք արեք, ոնց ուզում եք Թուրքիային փրկեք, Թուրքիան բոլորին պարտք է, քրդերին պարտք է, ձեր ասած գերմանացիներին պարտք է, որտեղ առանց գերմանացի ինստրուկտորների իրենք չէին կարող անել առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Հրեաներին պարտք է, որտեղ առանց հրեաների սա չէին կարող իրականացնել։ Բոլորին պարտք է, եւ ընդհանրապես ով ուզեն այս հարցի մասին միշտ լուծելու է, միշտ խոսելու է թուրքերին ճնշելու համար։ Այսինքն այդ պետությունը կառուցված այնպիսի մի ավազի վրա, որ նույնիսկ քրդերն են ասում, արա քո պետության հիմքը ես եմ։
Դու ոչ մի բան ես, թուրք Օսման, անգրագետ ոչնչություն, դու ոչ մի բան ես, դու պարտական ես քրդերին, հրեաներին, գերմանացիներին, չգիտեմ, Հռոմի պապին, բոլորին պարտական ես, որտեղ դու ինքդ քեզանից ոչ մի բան ես։ Տխուր եմ, որ քրդերն ասենց, չէ, որովհետև նույնիսկ եթե քրդերը մեզ աջակցելու հայտարարություններ անեին, դա էլ առանձնապես ինչ չէր ուրախացնելու, քանի մենք ինքներս մեր աջակիցները չենք, ոչ մի աջակցություն կողքից մեզ օգուտ չի տալու։ Իսկ sense բաների պետք է պատրաստ լինել, այո, պետք է նկատի ունենալ։ Քրդերը շատ լավ գիտեն իրենք ինչ են անում, բայց ինչ են արել, բայց դե մի շատ կարևոր հանգամանք կա, նորից իրանք վկայակոչում են պատմությանը, որը սարածքում հայերն են ապրել։ Սա հայերին է եղել եւ քրդերի շնորհիվ է, որ իրանք կարողացել են Թուրքիան դարձնել Թուրքիա։ Հայերի կյանքերի եւ տարածքների շնորհիվ։ Այս գլխավոր շտաբի ճակերտավոր պետը։ Վարչապետը գերագույն հրամանատարն է, եթե ասում են պատերազմ չի լինելու է խաղաղություն, ուրեմն հիմքեր ունի։ Պատկերացնում եք, սրա համար խաղաղության հիմքերը վարչապետի իր վարչապետի խոսքերն են։ Դուք պատկերացնում եք, ինչքան վատ է մեր վիճակը, որ մեր խաղաղության հիմքը մի մարդու խոսքն է, որի խոսքը նույնիսկ իր ատման մեջ խոսք չի, որի խոսքին նույնիսկ ինքը չի հավատում, բայց Հայաստանի գլխավոր շտաբի պետի համար այդ խոսքը հիմքը խաղաղության համար։ Այդ եթե ասելով խաղաղություն, մենք խաղաղություն արինենք։ Այս տականք ասում է նաև Արցախ Հայաստանը, Արցախի Հայաստան չի արա։ Այս Ասարյանը հասկանում է, որ ինքը գնդակահարվելու է, տրիբունալով։ Լրագրողներ ջան, տեսեք իրեն հարցեք, ասեք դու գոնե գլխի ես ընկնում, որ դու քո այս հայտարարություններով, անկախ նրանից Արա Զոհրաբյանը դա նկատում է թե չէ, բայց այս քո հայտարարությունը մնում է ինտերնետում։ Դու տրիբունալով գնալուց գնդակահարության տակ, որտեղ Հայաստանի գլխավոր շտաբի պետը չի կարա հենվի նրա վրա, թե ինչ ասում չվարչապետը։ Դա չի կարող լինել խաղաղության հիմք, եթե քո զորքը պատրաստ չի, քո հիմքը խաղաղության, քո զինված ուժերը չեն, եթե կրակոցները չես լրացնում։ Սա ասեք, էլի, ոչ տեսնեք, ասեք։ Ասեք Վարդան Հակոբյանն ասում է, դու տեր ես, քեզ տրիբունալով գնդակահարել են ուղղակի։ Դու եթե պետք է պատասխան չես տաս, թե չես ամեն ինչի համար։ Թե ձեզ թվում է բեզաչոտ առանց պատասխան, ինչ հնարավոր դու կարող եք անպատասխան դուրս տալ։ Նիկոլի մի խապնեմ, եկեք Նիկոլը կարատեսման անում են։ Ասենք օրինակ ասի մարդիկ Հայաստանում հիմա 50%-ով ավելի լավ են ապրում, քան 2018 թվականին։ Բա դու գիտեիք հայաստանցիներ չու։ Ինչի 50%, տականք ասա 200%, էլի, ինչ տարբերություն։ Ասա 200%։ Դրա համար ես թոշակային տարիք ուզում հանես։ Լավ են ապրում, փաստորեն դրա համար է թոշակային տարիքը բարձրանում։ Լավ են ապրում, դա համար բյուջեն չի կատարվում։ Հարկային մուտքեր չկա, բայց 50%-ով լավ են ապրում։ 2018 թվականին հարկային մուտքեր եղել են, եկան ինչքան եղել են։ Քան հաշվարկված է եղել։ Ու սրա խոսքը հիմքն է, որ Հայաստանում խաղաղ լինելու գլխավոր շտաբի պետի համար։ Իսկ սա ընդհանրապես, պարոն Զոհրաբյան, կարդացել եք սա։ Սա մենք պատերազմում հայրենիքից մի մաս կորցրել ենք։ Տեսեք, ասում հայրենիքից մի մաս կորցրել ենք պատերազմում։ Մենք մի մաս չենք կորցրել հայրենիքից։ Դու հանձնել ես տական։ Բայց ձեռք ենք բերել պետություն։ Այսինքն մենք այն ժամանակ պետություն չունենք, որն ավելի ինքնիշխան ու անկախ է։ Մենք հայրենիքից մի մաս կորցրել ենք, սա արդեն կորցրել ենք, ասենք ինչ է նշանակում կորցրել, բայց կորցնենք գնդակահարեք ես։ Գնդակահարեք էր, ասել եք տարածքն ոնց է կորցրել ենք, ինչ է նշանակում կորցրել ենք։ 25 դրամանոց էր գրպանիցը տնկավ կորավ։ Չգիտեմ 25 դրամանոց կա թե չէ։ Լավ 100 դրամանոց։ Այդ հայրենիքը 100 դրամանոց էր, բանա գրպանիցը տնկավ կորավ։
Լավ, կորավ, բայց մենք պետականություն ենք հա ձեռք բերել։ Ժողովուրդ, ով չի ասում սա հանցագործության մասին հայտարարություն է։ Ո՞նց եմ ասում, փաստորեն այս տականքը, ասում է, դա մեր հայրենիքն էր, մենք այն ժամանակ պետականություն չունեինք։ Մենք հանձնել ենք, որ պետականություն ունենք։ Հիմա ես հարց եմ տալի, քանի հոգի կարող ապնդի, որ սա հանցագործություն չի, սա իրավական գործընթաց է, քանի հոգի կարող ասի։ Ոչ մեկ։ Իսկ եթե այս տողերի մասին չեն ասում, որ սա հայտարարություն է հանցագործության մասին, որ կորցրել ենք, ո՞նց է կորցրել ենք։ Ո՞նց է կորցրել։ Այսինքն դե մեր հայրենիքն էր, բան չի չէր բողոքում, որ սահմանը բացեին տականք։ Դու մեր հայրենիքի սահմանը փակել էիր տվել հակարեով, որոշումներ կար միջազգային դատարանի, որ այդ բանը ճանապարհը բացեր։ Դու նույնիսկ չդիմեցիր դատարան, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, որ մեր հայրենիքի սնուցող ճանապարհը բացեն։ Դու չես դիմել դատարան, դու ընդհանրապես ոչ մի բան չես արել։ Հիմա էլ ասում ես մեր հայրենիքը տվեցինք, մենք էլ պահանջ չունենք այդ հայրենիքի նկատմամբ, ինձ եղել է։ Այսինքն դուք պատկերացնում եք սա, հիմա ասում է մոռանում ենք, փակված էջա, մենք պահանջներ չունենք, չկա։ Պահանջներս հետ ենք կանչում։ Ոնց դու կարող ես հայրենիքի նկատմամբ պահանջը հետ կանչել։ Քո սեփականությունն այդ վիժվածք։ Հիմա նույնց եմ կրկնում Ժողովուրդ ջան, էլի գալիս եմ այն առաջի մտքին։ Ով ուղիղ չի ասում, որ սա հանցագործ է։ Թուրքական ծրագիր իրականացնող Հայաստանի տարածքում, նա պարապած սնիկա է։ Գնանք արդյոք Ռուսաստան հետնանք։ Այսօր պատահմամբ ցանկել իրանց ավիացիայի գեներալ լեյտենանտ Սերգեյ Կոբիլաշը պատահմամբ պատկերացնում եք վերևից այս բանից այդ իրենց ավիացիան ռմբակոծելուց հետո ավիացիան ռմբակոծում են, հակահայտախոհությունը չի աշխատում ու պատոհանից ցած անկնում շատ պատահմամբ այդ ավիացիայի գեներալ լեյտենանտը։ Այսօր ես ուզում եմ քիչ կրում։ Այսօր մի քանի մանրամասն իմացա, ասես ուղղակի բիզբիզներ կանգնես, չեղած մազերս։ Ուրեմն ո՞նց է եղել հարձակումը։ Տարի ու կես ոնց են պատրաստել դրանք։ Ուրեմն այդ ամեն ինչը պատրաստվել է հենց Ռուսաստանի տարածքում։ Այդ դրոններն էլ է պատրաստվել Ռուսաստանի տարածքում։ Հրթիռ այդ փոքր բոմբերն էլ է պատրաստվել Ռուսաստանի տարածքում։ Այդ կանտերներն էլ են տանիքով բացվող հավաքվել, իրակ սարքել Ռուսաստանի տարածքում, հա։ Տեղափոխումներ իրականացվել է ռուսական տրանսպորտային միջոցներով, ռուսներին պատկանող։ Այսինքն ոչ մի բան Ուկրաինայից չի եկել։ Բացարձակ ամեն ինչ եղել է տեղում։ Պատրաստել են, հետո կանչել են տեղափոխող, ասել են, սենց բաներ կա, տնակներ կա, կարող եք տեղափոխել ստե։ Խոսել են, հա, գինը պայմանավորվել են, փողը տվել են, սրանք տեղափոխել են։ Պետք եղած ժամանակ զանգել են, ասել են մտեք ստեղ, ոչ բանը, լիսկավորվեք ձեր մեքենաները։ Հա, դան գնացել են հենց այդ տեղերը կանգնել են, միջև է դիսկավորվել է։ Մի վայրկյանում, մի քանի հաշվարկյաններում տանիքները բացվել է հերրակալվարման։ Այդ վարորդները չեն իմացել ինչ են տանում։ Այդ տանիքները բացվել է, դրոնները բացացել են ու 10 րոպե է տևել բարսանալն ու հարվածելը։ Ոչ հիմա չեն կարող հասցնել անել։ Չեն հասցնել կանգնացնեն, որովհետև ոնց է դրանք կառավարվում, բարձվում է, էդ էլ ռուսական մոբիլային ցանցի միջոցով է, էլի կառավարվել։ Այսինքն մոբիլային ցանցը չեն հասցնել անջատեն, որ այդ դրոնները չկառավարվեն։ Չնայած եթե անջատվել է, իրանք ինքնակառավարման մեխանիզմներ ունեն, մեկը գնալու են խփեին։ Բայց տեսեք, ամեն ինչ ռուսական օգտագործվել եւ պահեսները, անգարները, որտեղ սարքել են դրոնները, հավաքել են այդ տանակներն են հավաքել, ամեն ինչ եղել է Ռուսաստանում։ Տարի ու կես աշխատել են դրա վրա։ Ուղղակի ես հիշեցի, որ ես մենակ ես վերջի տարում 170 հոգի Թուրքիայի քաղաքացի Հայաստանի ազնագիր է ստացել։ Հարյուրավոր թուրքեր Հայաստանում անշարժ գույքեր են առել։ Հասկացաք ինչ եմ ուզում ասել։
ով գիտի դրանց տներում ինչ են սարքում։ Հայաստանի ԱԱԾ-ը, եթե դա կարելի է ԱԱԾ ասել, ինքը նույնիսկ արխիվներից կորած փաստաթղթերը չգիտի երբ է կորել, ով է գողացել, ով է պատասխանատու։ Հայաստանը ԱԱԾ չունի։ Բայց կան թուրքեր, որոնք մեծ սեփականություններ ունեն Հայաստանում, գործարաններ են աղել, տարածքներ են աղել։ Կան թուրքեր, որ Հայաստանի քաղաքացիություն են ստացել։ Այսինքն Հայաստանի տարածքում ես չգիտեմ իրենք ինչ են սարքում, այսինքն ոչ մեկ չգիտի նրանցից բացի հաստատ։ Ու դա մի օր սենց մեկ էլ կտեսնենք մի բան բացվում է, մեջից դուրս են գալի թղթերը, գնում են մի ուղղության վրա, ոչ մեկ չի կարողանալու հասնել, ոչ մի բան անել։ Որտեղ Հայաստանի գլխավոր շտաբի պետն ասում է, դե եթե վարչապետն ասել է խաղաղություն լինելու, խաղաղություն լինելու։ Որտեղ խաղաղությունը ոչ թե պարտադրված է խոսքի վրա, Նիկոլի հոր արևի վրա է։ Նիկոլն ասել է հոր Սարև, այնը ռետոկասի ես չի ասել հորը Սարև, ասել է հով Սարև։ Պատկերացնում եք։ Որտեղ Հայաստանի պաշտպանությունը հով Սարևի վրա է։ Հիմա ես այս պատմությունը այսօր որ լսեցի, ասի եթե Ռուսաստանի տարածքում է հնարավոր սա անել, որ տարիքես հազարավոր դրոններ սարքվեն, դրանք սարքվեն ինչ-որ հատուկ ծրագրերի վրա, հրթիռներ փոքր 3 կիլոյանոց, հա, այդ բաները ամրացվեն, որ ինքը կարողանա այդ դրոնները բարձրացնել, այտենց բան արվի, հետո այդ բոլորը կառավարվեն մի օրվա մեջ, դուրս գան տարբեր տեղերից, գան կանգնեն 7 զոնայի, 4 ժամային գոտի է, 4 ժամային գոտի, 7 տեղերում կանգնեն միաժամանակ դուրս գա, սա խփեն։ Եթե Ռուսաստանում հակահետախուզությունը, որը վաղ թե լավ թե վատ կա է, դա Հայաստանը չի հաստատ։ Պատկերացնում եք Հայաստանը ինչ կարող են անել։ Ես սա խոճապ տարածելու համար չեմ ասում։ Սա ես զգուշանալու համար եմ ասում։ Այսինքն նույնիսկ եթե ասենց ասեմ, եթե ես չասեմ, այդ չի նշանակում, որ չկա։ Ես ընդամենը մի փոքրիկ եզրակացություն եմ անում, բայց իրականում տակը ինչ կա, ոչ մեկ չի կարող ասել, բացի իրանցից։ Հայաստանում ինչ չի կարելի առնել փողովից, մի հատ կարակ ասեք։ Ընդհանրապես ցանկացած երկրում, դա Հայաստան կլինի, Ռուսաստան, Ղազախստան, եթե միտեղ կոռուպցիան սենց տիեզերական մասշտաբների է այդ երկրում ամեն ինչ հնարավոր է փողով առնել։ Ինչ ուզես։ Եթե մի անգամից չէ, մաս դետալ կարող ես անել։ Եվ ոչ մեկի մտքով չեն անցնի, դա քո ինչին է պետք։ Քո ինչին է պետք դա։ Հետո տես մի հատ պայթուն կլինի ինչպես Սուլմալույում էր։ Նիկոլ Փաշինյան կգա կասի, հա ես տեսա կադրը, ընդ մեկը քայլում էր։ Ուրեմն դա տեղակ չի։ Հիշում եք Սուլմալույի պայթյունը։ Ինչ ասես Փաշինյան Նիկոլը, ինքը ասես, որ դա տեղակ չի, որովհետև ընդ մեկը քայլում էր, թե վազում էր, ինքը ասես տեղակ չի ու դա վերջացավ։ Ժողովուրդ ջան, սա ոչ կատակի, ոչ գնահատելու, ոչ թերագնահատելու թեմա է։ Հայաստանը լուրջ վտանգի տակ է։ Լուրջ վտանգի տակ։ Սա երբ կպայթի, ես չգիտեմ, բայց եթե թուրքական հեռուստատեսությունով ասում են, որ Հայաստանի Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը պետք է թուրքական հատուկ զորամիավորները պաշտպանեն, դա կարող արդեն Հայաստանում են իրենք էլ պաշտպանում են։ Կամ վաղը իրանք սկսեն պաշտպանել Նիկոլ Փաշինյանին ցանկացած միտինգից, չգիտեմ, ակցիայից, որ ուղղված կլինի Փաշինյան Նիկոլի դեմ։ Ու իրանք նստած Հայաստանում հայկական անձնագրերով կամ ոչ միայն հայկական անձնագրերով, ռուսական անձնագրերով էլ կարող են նստել, հանգիստ։ Ձեզ հիշեցնեմ, որ պատերազմի ժամանակ, 44 օրյա պատերազմի ժամանակ մի բան պարզվեց, որ 5000-ից ավել հայկական անձնագիր է բաժանվել, դեռ այն ժամանակ։ Դες էլ մենք չիմացանք ում է բաժանվել, ովքեր են դրանք, ինչ պաշտոնների են տիրապետում այսօր Հայաստանի տարածքում, պաշտպանության նախարարությունում, սոցիալ նախարարությունում, կառավարությունում, հա, ներքին գործերում, ԱԱԾ-ում, բուժ հիմնարկներում, ասենք վաղ ինչ սաբոտաժ կարող են անել դրանք իրականացնել Հայաստանի տարածքում։ Հայաստանի տարածքում եթե մի ասես խլապոկ եղավ, ասես պայթուն, ոչ մի համակարգ չի կանգնելու դրա դեմը։ Հայաստանում ոչ մի բան չի աշխատում, ոչ ջրատարներն են աշխատում, ոչ օդի ֆիլտրացիա կա, կեղտի մեջ կորած ասենք ֆիլտրացիա ոչ մի հնարավորություն չկա, ոչ ճանապարհները կան, որ ասենք մեծ բան լինի, աղետ լինի, մարդիկ կարողանան դուրս գան։ Հայաստանը
մեծագույն վտանգի տակ է գտնվում։ Ու սա կատակ չի։ Ես այստեղ այդ բաները որ լսում եմ ոնց են կազմակերպել, ես ես տրանսֆեր եմ անում Հայաստանի վրա։ Որտեղ այդ հետախուզական մարմինները ինչ որ աշխատում են Ուկրաինայում կամ Ռուսաստանում, ով ասեց որ Հայաստանում դրանք չեն կարող լինել եւ ավելի կատարելագործված չեն կարող լինել։ Մանավանդ որ դա խանգարող ոչ մի բան չկա։ Հայաստան կարող են գնալ ռուսական անձնագրերով գալ, թուրքական անձնագրերով գալ, թուրքերը կարող են հայկական քաղաքացիություն ստանալ, այսինքն ոչ մի սահմանափակում չկա այդ ամեն ինչի համար։ Նիկոլ Փաշինյանի գոյությունը դա արդեն վտանգ է, դա աղետ է, աննկարագրելի։ Սա Ռոմի Պապն է, Ռուսաստանի նախագահ հեռախոսազրույց ունեցել Ռոմի Պապի հետ, այս դեմքով ու խնդրում է բանակցություն, ընդամենը մի շաբաթ առաջ էր Լավրովն ասում է Ռոմը կաթոլիկ միջավայր է, մենք ուղղափառ եկեղեցու հետևորդներ, ոնց մենք ընդերից գործ ունենք, Ստամբուլն ավելի լավ տեղ է։ Այսօր Պուտին արդեն դեղ է խնդրում հանդիպում, Facebook բանը, Թրամփից է խնդրում հանդիպում։ Այո, այսօրն էլ պետք է գար, բայց ես չեմ կարծում, որ այդ հանդիպումները ինչ-որ բան են փոխելու։ Այդ հանդիպումները մենակ մի լուծում ունեն։ Ռուսաստանի կապիտուլյացիա Ուկրաինայի տարածքում։ Ուրիշ բան չի կարող Պուտինը սпасել եւ ակնկալել։ Իսկ դա նշանակում է, եթե Ուկրաինայից դուրս եկավ հրիմներ ներառյալ, նշանակում է իր կապիտուլյացիա։ Իր ուղղակի իր կապիտուլյացիա։ Ես ուղղակի ճիշտ ասած չեմ պատկերացնում դա ինձ հետո ինքը ոնց է կատարվելու Ռուսաստանում։ Չնայած դե հերոսացությունը ամեն ինչ հաղթում է։ Տեն մի բան։ Գազպրոմն էլ չեղյալ է հայտարարել, ես էլ ասեմ, իր ներկայությունը այն գործարքները Ռուսաստանի հետ Թուրքիայի տարածքում, որ Թուրքիան ուրախ է, որ պետք է ռուսական գազի բան դառնա, հաբ դառնա, դեղից առաքվի ամբողջ Եվրոպայով մեկ։ Ռուսաստանը հրաժարվեց այդ պրոյեկտից։ Հրաժարվեց, որտեղ հասկացավ հերթական անգամ, որ Թուրքիան այն մարգատի նման է ասում, աշխատում է, չի աշխատում, աշխատում է, չի աշխատում։ Դեռ մարգատն է, էլի, թաքթիչն է, որ այդ պարագայում իրան ավելի վնասա, քան օգուտ է։ Եվ որոշեց Թուրքիային այդ լավությունը չանի։ Սա որպես նորություն, իմ կարծիքով լավ է մեր համար։ Էլի Ռուսաստանից։ Այսօր հայ գործարար են փախցրել, գողացել հենց Մոսկվայում։ Երոսլավսկի բանում, կայարանում։ Գողացողները չեչեններ են եղել։ Ու ասում են, որ Արեգ Շչեպիխին, դան գցել են ավտոմեքենայի մագազինից ընկալել են բեռնակցիկ։ Ասում են, նա չեն գողացել։ Նա բանը բերման է ենթարկվել ու ասում է Չեչնիայի ղեկավարությունը, այսինքն Չեչնիայի ղեկավարությունը Ռուսաստանի տարածքում մարդ է առևանգում, ընդորում այս մարդը բանը Կրեմլի հետ շատ մոտիկ է հայ գործարարը։ Խոսակցության ժամանակ ներասել է չեչեններին, չեչենները Ռուսաստանի տարածքում, Մոսկվայի տարածքում գալիս են Կրեմլին մոտ կանգնած գործարարին, ցում են մեքենայի բեռնախցիկը, տանում են Չեչնիա։ Ասում են, չէ, մենք չենք առևանգել։ Մենք ընդհանրապես բերման ենք ենթարկել։ Ես գիտեմ, որ մեկը այն մեր հայերը, որոնք շատ են սիրում Ռուսաստանն ու համարում են, որ Պուտինը գերագույն գլխավոր աստված է, ինքն էլ աղետ է կարծիքի իմ ձևից ասեմ։ Դա շատ բան չի փոխել իրաց բանի մեջ։ Երբ սա նորմալ է, ես բան չեմ ասում։ Ուղղակի ված չի լինի նաև սա մասին իմանանք։ Ես որ ասում եմ աստված, ես պատահական չի ասում, լսեք։ Россия – это такая страна, которая напрямую управляется Богом. Ռուսաստանն այնպիսի մի երկիր է, որը ուղիղ կառավարվում է Աստծո կողմից։ Դա հասկացաք չէ՞, Աստղասանով է, ում կողմից է կառավարվում։ Ես գիտեմ, մեկը այս ամեն ինչը որ ես ասում եմ Ռուսաստանի մասին, մարդկանց մոտ ոչինչ չի փոխելու, որովհետև
Ես վաղուց եմ համոզվել, մարդկանց հնարավոր չի համոզել։ Մենք ընդհանրապես ինֆորմացիա ենք տալիս մարդկանց մտածելու համար։ Ով ունակա թող մտածի, ով չի կարող շարունակի իր իներցիոն կյանքը, իներցիայով ապրելը։ Դրա համար էլ այդ Աստվածը խնդրում է, կոչ է անում Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ Բրիտանիային, որ դրանք սահմանափակեն Ուկրաինային, որ նա այլևս չհարձակվի ռուսական ռմբակոծիչների վրա եւ Ռուսաստանի տարածքի այդ միջուկային բաների զինանոցի վրա եւ միջուկային ավիացիայի վրա կոչ է անում, որ սահմանափակեն Ուկրաինային, լավ չէ։ Եվ այսպես, գիտեք այդ ամեն ինչի համար էլի պետք է գամ ամենակարևորը, ես ասում եմ թվերին եմ նայում, տնտեսության եմ նայում, ես հենց այնպես չեմ ասում։ Ուրեմն ռուսական մուտքերը, եկամուտները գազից եւ նավթից 50%-ով ընկել են, դարել են կես, դարձել են կես։ Ոչ մի երկիր, ոչ մի պատերազմ չի կարող վարել առանց լուրջ ֆինանսական միջոցների։ Էն էլ այսքան երկարատև, առանց լուրջ ֆինանսական միջոցների ոչ մի երկիր, ոչ մի պատերազմ չի կարող վարել։ Իսկ Ռուսաստանը ամեն օր աղքատանում է, Ուկրաինան ոչ։ Ուկրաինան օգնություն ունի ամեն դեպքում։ Ես ում լսենք մեր հայրենակցին։ Որ իմ բալիկները ես եւ վերադարձել եմ Հայաստան սկզբունքայինորեն, որ իմ բալիկները ապրեն իմ հայրենիքում, այստեղ կրթվեն, ու իմ համար շատ կարևոր է, որ կողքից օրինակները լինեն ներկայանալի եւ օրինակելի, ոչ թե խեղաթուրված արժեքներով, հիմա ազատությունը լպիրշության հետ խառնած արժեքներով, մարդիկ ամեն ինչ խառնել են իրար։ Ես եւ Ես էլ գիտեմ դեպքեր, որ մարդիկ իրոք վերադառնում են Հայաստան, ուզում են իրենց երեխաները ապրեն Հայաստանում եւ մեծանան Հայաստանում, ես մի քանի դեպքեր եմ մասնավորապես Ռուսաստանից։ Ռուսաստանից հոսք կա եւ ստիպված եւ գիտակցաբար, ես գիտեմ։ Բայց չեմ կարծում դա բավարար է եւ համատարած է։ Ես մի բան կարող եմ ասել իմ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին։ Հայաստանում ինչքան ուզում է վատ լինի իրավիճակը, շատ ավելի կանխատեսելի է ու ապահով, քան Ռուսաստանում։ Տեսեք, դա կլինի, ես ասել եմ, մի օր բանը քաղաքացիական պատերազմը ու հենց չեչենների ձեռքով լինելու է անպայման։ Լինելու է։ Երկու պատերազմ եղել է այդ չեչենների հետ վերջի 20 տարվա մեջ։ Չեչենների հետ մոտ ոչինչ չի փոխվել, բացի հարստանալը, ասկի փոխվել է, նրանք ավելի ուժեղ են, ավելի սանձարձակ, ասում, իրենք կարող են Կրեմլի հետ ուղիղ մտերիմ գործարարի Մոսկվայի կենտրոնից, մեծ բանից, կայարանից գցել մեքենան փողը տանել, ու ասել մեկ չեն գողացել, բերման են ենթարկել, բայց ով ես, որ դու բերման ենթարկես մարդուն, որ ասենք ամեն տարածք իր օրենքներն է, ոստիկանությունն ունի։ Մի խոսքով, անշուշտ ամեն մարդու գործն է, բայց ես իմ հայրենակիցներին, եթե դա հնարավորությունը կա, ես խորհուրդ կտայի, որ երեխեքի հետ վերափոխվեն Հայաստան, որովհետև միևնույնն է, այն ինչ որ լինելու է վաղ թե ուշ Ռուսաստանում, ասենք Պուտինի կապիտուլյացիան, դա բերելու է քաղաքացիական պատերազմի, դա պատմությունը կրկնվող պատմության էտապն է, սա իմ ցանկությունը չի, հարգելիներս, հարազատներս, նայեք պատմությանը, ամեն կտրուկ իշխանափոխությունից հետո եղել է սեփականության եւ ազդեցության ոլորտների վերաբաշխում, որը առանց արյան, առանց կրակոցների առանցմանությունների չի անցել երբեք Ռուսաստանում։ Հայաստանում դա ես չեմ ասում, ամեն ինչ շատ ավելի ապահով է, նույնիսկ այս վիճակով։ Մնացածը ձեր գործն է, ես ունեմ մեր հայրենակիցին, ուրիշ հայրենակիցի լսենք, ուսանող ավարտենք։ Ես ոչ անգրագիտ եմ, ոչ էլ համ գիտ եմ եղել, համ էլ խմբի ղեկավար։ Ամբողջ աշխարհման մեկը հիմա հավաքարարել չեն ընդունում։ Զայրույթից տողում է այս կինը։ Վաղ առավոտյան է լսել վարչապետ Փաշինյանի այն խոսքերը, թե մարդիկ Հայաստանում շուրջ 50%-ով ավելի լավ են ապրում, քան 2018-ին։ Ես 38 տարի չէ, 40 տարի աշխատել եմ։ Գիդը աշխատել երկար տարիներ, աշխարհի տարբեր երկրներից եկած տուրիստներին հայոց պատմությունն է ներկայացրել։
Հիմա դրամապանակը բացում է ու հանում կենսաթոշակի գրքույկը, որ ցույց տա 50,000 թոշակով ես այդքան երեխա եմ պահում։ Փաշինյանի կառավարման տարիներին ընդամենը 50,000 դրամ թոշակ է ստանում։ Փաշինյանին ասա մի հատ տատիկ աշխատանքի հերոց վետերան 3 հատ զինվոր ապահում հիվանդ փողոցը գնան փողոցը մաքրեն որ ապրում, թող գա ինքը նստի փողոց իմ աշխատանքի թոշակից իրան բան կուղարկեմ ես, թեյավճար կուղարկեմ որ ապրի։ Ցավում եմ այս ամեն ինչի համար անշուշտ, բայց էլի պետք է ասեմ։ Փաշինյանը օդից չի եկել, նրան ընտրել է ժողովրդի մի մասը, վախենում եմ էլի մի մասը կա գոյություն ունի եւ ինքը չի հասկացել ինչ գալաթ արել, կներեք խոսքից համար։ Եվ այն մասը, որ դեռ այսօր նստաստանը հանդուրժում է Փաշինյան Նիկոլ, էլի ինքն է այս ամեն ինչի մեղավորը։ Իհարկե մենք գիտենք, որ Փաշինյան Նիկոլը հանցագործ է, բայց դա չի արդարացնում այն ժողովրդին, որ հանդուրժում է իրան։ Չի արդարացնում այն մարդկանց, որ իրար շրջապատում են։ Չի արդարացնում այն մարդկանց, որոնք շփվում են այն մարդկանց հետ, որոնք իրար շրջապատում են։ Հասկանում եք։ Հայաստանը փոքր երկիր է։ Մեկ ձեռք այն կողմ բոլորին գիտեն։ Այս մարդիկ Հայաստանում են, չէ՞ ապրում։ Հիմա սա պաշտպանության նախարար կլինի, ֆինանսների նախարար կլինի, սրանք ում են շփվում։ Քանի հոգի է իր երեսին թուքումուտ կերած գալի ասում, ինչ ասանք փողոցում մարդ չեն տեսնում, խանութ չեն մտնում, տաքսի չեն նստում, հյուրանոց կամ սրճարան ռեստորան չեն գնում, մարդ չեն տեսնում, սրանք օրվա մեջ որ սենց ասեն այն ինչ որ իրանք մտածում են ճակատին։ Իսկ եթե մենք մեր համար չանենք սա, մտածենք դե լավ, իմ ինչին է պետք, կամ այս տատիկը մեզ ինչ, եւ ընդհանրապես այս վիճակը մեզ ինչ, էլի որպես հետևանք, էլ լինելու է այն ինչ որ անխուսափելի։ Սա իմունիտետն է։ Միայն առողջ, միայն ամուր իմունիտետ ունեցող մարմիններն են կարողանում դիմագրավել այս կարգի հիվանդության ու աղետների։ Եթե իմունիտետ չկա, հիվանդությունը հաղթում է մարմինին։ Սա չեմ էլի վախեցնելու համար չեմ ասում, սա որպես փաստ։ Որ զգուշացնեմ հետևանքների մասին, որ մենք հասկանանք ինչ է սպասում եւ ինչ է լինելու հետևանքները։ Կամ մենք վճռական գործողություններ ենք անում, մեր ամենօրվա ապրած կյանքով, կամ թողնում ենք լինի ինչ որ ուզում է լինի։ Այսօր համար այսքան լավ մնացեք։